Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն։ Տիկին դատախազ, մարտի 1-ի գործը միայն 10 հոգու սպանության մասին չէ, այլ դեպքերի, որոնք տեղի են ունեցել նաև մինչև մարտի 1-ը եւ միայն մարդկանց վրա ուժայինների հարձակումը չէր, հա, այլև մարտի 1-ից հետո։ Եվ այստեղ միայն Սաշիկ Աֆյան կամ եւս մի երկու ֆիգուրանտներով չի սահմանափակվում։ Երկրում հայտարարվել է հատուկ դրություն եւ ազգային ժողովը գլխավորել է Տիգրան Թորոսյանը։ Նա ձեր դիտահորիզոնում գոյություն ունի թե ոչ։ Աղվան Հովսեփյանը զանգվածային բռնաճնշումների գլխին է կանգնած եղել տարիներ ի վեր։ Դա դիտահորիզոնում եւս գոյություն ունի թե ոչ։ Եվ նման այլ ֆիգուրանտներ, օդիոզ, լեգենդար, հա, որոնց մասին մենք դեռ ոչինչ չենք լսում, այնպիսի տպավորություն էլ կարող է ստեղծել, որ, չգիտեմ, սրբեր են դարձել։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյանն իր ելույթում նշեց, որ առանձին դրվագով նաև քննության առարկա է դարձել ընտրական գործընթացը, որովհետև մարտի 1-ի դատարան ուղարկված մեղադրանքի մեջ ձևակերպում կա ընտրական գործընթացից դժգոհ եւ իր համանդրական իրավունքը խաղաղ եղանակով իրականացնող անձանց մասով։ Դա նախորդած գործողությունների։ Բացի այդ, բուն մարտի 1-ի գործողություններից զատ փետրվարի 29-ից, քանի որ նահանջ տարի է եղել, փետրվարի 29-ից մինչ մարտի 1-ը տեղի ունեցած գործողություններին դա մի քննության ուղղություն է, մարտի 1-2-ը քննության այլ ուղղություն է եւ այս պահին այս երկու ուղղությունները անջատված են։ Ձեր կողմից նշված անձինք բնականաբար հատկապես Եվրոպական դատարանի վճռի համատեքստում, երբ կառավարությունը կմշակի գործողությունների ծրագիրը, նախաքննական մարմինը եւ դատախազությունն էլ իրենց հերթին իրենց ներդրումը կունենան, որպեսզի Եվրոպական դատարանի կողմից նշված այդ համակարգայնությունը հնարավորինս քննությամբ պարզաբանված կամ առնվազն գոնե քննված լինի, եթե մինչ այդ մեղադրանքներ հասցրած չլինենք ներկայացնել, եթե չեմ սխալվում, 6 ամսյա ժամկետը հունիսին է լրանում։ Ուստի քննությունը այո համակողմանի է իրականացվում եւ ինչպես նշեցի, ոչ թե մասնավոր կոնկրետ դեպքից, որովհետեւ այո դա ցավալի է 10 անձի սպանություն է, բայց միայն 10 անձի մասին չէ, խոսքը զանգվածային երևույթի մասին է եւ այստեղ կարեւոր է նաեւ այն անձանց դերակատարումը, ովքեր ըստ էության կազմակերպել են, այն անձանց, ովքեր համակարգել են եւ այն անձանց, ովքեր իրականացրել են այս գործողությունները։